Մենք միլիոններ ենք ծախսում, միլիարդներ ենք ծախսում Ղարաբաղից տեղանված մեր քույրերին եւ եղբայրներին Հայաստանում տնավորելու համար, ընդդիմությունը չի թողում, որ այդ մարդիկ տուն նստեն, որովհետեւ ուզում են նրանց պահի պանդուխտի կարգավիճակում, գաղթականի, պատկերացրեք այդ վիճակը, որ դուք չգիտեք ստեղ եք ապրելու, թե ստեղ չեք ապրելու։ Ես անդադ այդ օրինակն եմ բերում, կանգառի վիճակը եւ հանգրվանի տան վիճակը։ Կանգառի վիճակում մարդը չի կարում կենտրոնանա որևէ բանի վրա, ոչ կերածնա կերած, որտեղ պետք է ճամփի վրա է, պետք է շուտ արեք, շուտ գնում ենք, ոչ քնածնա քնած, ոչ նստած, ոչ հանգստացա, որովհետեւ անընդհատ այդ ժամանակի չհերիքելու որ ուշանում ես ինչ որ մի տեղից։ Եվ հիմա ընդդիմությունը պատերազմի եռագլուխ կուսակցություն չի թողում, որ Ղարաբաղի ժողովուրդը տնավորվի, որովհետև հոգեբանական տնավորվելը շատ կարևոր է։ Եվ սա կարևոր է Հայաստանի համար, որովհետև այսօրվա Հայաստանում լիքը մարդիկ կան, լիքը, որոնց նախնիները եկել են Ղարսից, եկել են Մուշից, եկել են բանից, Վանից եւ այլն։ Բայց այդ չպետք է նշանակի, որ Հայաստանը մեր տունը չի, այլ կանգառ է։ Մենք ոչ թե Վան վերադառնալու process-ում ենք, մենք Հայաստանում տնավորվելու process-ում ենք, Հայաստանում։ Եվ մենք պետք է հասկանանք մի բան, որ Վանը Երևանից տարբերվում է մի շատ էական բանով։ Երևանը պետություն է, պետության մայրաքաղաք է։ Եվ հայրենիքը պետությունն է, որովհետև եթե հայրենիքը քո պետությունը չի, ուրեմն դա մեկ ուրիշի հայրենիք էլ է, հասկանում եք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։